Գերիների մասով ես ճիշտ եմ հասկանում, որ դուք շահարկում եք որակում այն, որ մենք ասում ենք, որ դուք բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին տվել եք, այդ թվում նաև հանցագործներին, այդ թվում վերջին այն ադրբեջանցի հանցագործին, ով Կապանում սպանել էր իմ հայրենակցին։ Դուք բոլորին հանձնել եք եւ բոլոր մեր հայրենակիցներին չեք կարողացել վերադարձնել։ Սա է մանիպուլյացիա։ Այո, դա ձեր պարտքն է եւ դուք ձեր պարտքը չեք կարողանում իրականացնել։ Պարոն Միրզոյան, ընդհանրապես, այսօրվա քննարկման մեջ այս բանը գիծը գնում է, բա տեսեք, դուք խաղաղություն չեք ուզում, դուք պատերազմ եք ուզում, մեզանից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում։ Եվ ասում եք, այ դուք հիմա ձեր գործողություններով, ձեր տեսլականը ապագայի որն է, որ այս չանենք, բերի պատերազմի, պարոն Միրզոյան, պատերազմը ձեր կերտածն է, դուք եք պատերազմ կերտել։ Այսինքն ձեր օրոքը եղել այդ պատերազմը։ Այսինքն որ լավ խոսում եք, խոհեմ խոսում եք, քաղաքական այսպես ելույթներ եք ունենում։ 19 թվականի փաթեթ եք ստացել։ 19 թվականի փաթեթը բովանդակային քննարկման մեջ մտնելու փոխարեն դուք արել եք գործողություններ, որոնք ուղղակի բացել են Ադրբեջանի ձեռքը պատերազմ իրականացնելու համար։ Հիմա եկել ասում եք, որ մենք ենք պատերազմ ուզում։ Այդքան խոհեմ եք, այդքան ուժեղ եք, 18-19 թվականներին հիշեք, որ բանակցային սեղանին փաստաթուղթ կա եւ կարելի է ուղղակի բանակցել եւ ոչ թե անել գործողություններ, որոնք ուղղակի կտորպեդահարային բանակցային գործընթացը։ Հետո կարևոր մի այսպիսի բան կա, այնպիսի տպավորություն է, որ կամ ամեն ինչ զիջում ես, կամ ոչինչ չես զիջում։ Այդ արանքում բազմաթիվ օպցիաներ կան։ Ամեն ինչ զիջելու եւ ոչինչ չզիջելու արանքում կան բազմաթիվ հնարավորություններ։ Փող զիջումներ, հասկանում եք։ Այն ինչ հիմա դուք անում եք, բացառապես զիջումն է, ուրիշ ոչ մի բան։ Մինչև այսօր ինչ փաստացի ինչ է, ասում եք խաղաղության մասին պայմանագիր է։ Ես ուզում եմ մեզ լսող ժողովուրդն էլ շատ լավ հասկանա։ Այն թուղթը, որի վրա կարող է եւ միգուցե գրված լինի խաղաղություն, պարտադիր չէ, որ նշանակում է, որ իսկապես հողի վրա կբերի խաղաղություն։ Սրանք տարբեր բաներ են։ Թուղթ խաղաղության մասին եւ խաղաղություն իսկապես հողի վրա, սրանք չափազանց տարբեր բաներ են։ Եվ մենք իսկապես ասում ենք, որ հնարավոր չի խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման մասին խոսել, երբ մեր գերիները շարունակել են գտնվել Բաքվի բանտում, մեր տարածքներն օկուպացված են։ Տարական հարց է, չէ՞, հնչում, լավ, խաղաղություն չէ, հարաբերությունների կարգավորում ո՞նց կարող է լինի, եթե ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքներում են։ Ո՞նց կարող է դա լինի։ Հնարավոր չի դա, հասկանում եք։ Համենայն դեպս իրենք այնպիսի դիրքերում են, որոնք շատ լավ դուք գիտեք ինչպիսի վերահսկողություն են իրականացնում, ինչպիսի ռազմավարական նշանակության բարձունքներ են, ճանապարհների նկատմամբ վերահսկողություն եւ այլն։ Հիմա հիմնական հարցերս։ Պարոն Եղոյանն ասում է, հնարավոր, չգիտեմ ձևակերպումը ոնց արեց, ասում է, հնարավոր համարում եք, որ այդ թուղթը կհրապարակվի։ Ախր ինքնին ձևակերպումը աբսուրդ է, այսինքն դուք որպես Արադ Միրզոյան կամ չգիտեմ ով որ պետքա գնա ստորագրի, ժողովրդից գաղտնի պետքա գնա ստորագրի, ժողովուրդը ձեզ այդ համաձայնությունը տվել է, դուք որպես ով եք պատրաստում ստորագրել։ Եթե մարդիկ տեղյակ չեն այդ փաստաթղթում ինչա գրված, սպառողը կամ շահառուն մեր հայ ժողովուրդն է, չէ՞։ Բա ինչու մարդիկ տեղյակ չեն ինչ է գրված դրա մեջ։ Այս առաջին հարցը։ Քանի որ սա անմիջապես նաև զուգորդվում է Սահմանադրության փոփոխության հետ, այսինքն Ադրբեջանն ասում է, այսքան զիջումներ Հայաստան որ արել ես, այդ թուղթը որ ասում ես, որ հնարավոր է ստորագրվի, դա էլ կանեմ, եթե դու Սահմանադրությունը փոխես։ Հիմա ուզում եմ հասկանալ այս գործընթացները ժամանակային առումով դուք ոնց եք պատկերացնում, որ կզուգորդվի, եւ ամենակարևոր հարցն է, որ դուք ասում եք, լավ, ձեր առաջարկը որն է, լավ, դուք հիմա ինչ եք ուզում ասել։ Հիմա ձեզ համար որպես արձանագրում դուք չեք կարող անել այն, որ ամեն ինչ զիջել եք։ Իրականում հնարավոր անհնար ամեն ինչ զիջել եք։ Այս վերջին երկու կետներ զիջեցիք։ Որ ստանաք այդ թուղթը, ընտրություններին մասնակցեք, մարդկանց մոլորեցնեք։ Հասկանում եք, չէ՞ որ դրանով չի ավարտվելու։ Որ դրանից հետո այդ Սահմանադրությունից բացի նաև այլ պահանջներ կան եւ լինելու են։ Միակ ուղղությունը, որ երաշխավորված պարտություն է, որ երաշխավորված ուղակի կապիտուլյացիա է, դա ձեր ընտրած ուղղությունն է։ Գիտակցումը կա, որ ոչ մի զիջում չի բերելու ստոպի կարմիր գծի Ադրբեջանի կողմից։ Տիկին Գրիգորյան, ասեմ ինչ նկատին է շահարկում։ Երբ որ պատգամավորը նստած, ասում է, դե ասեք որ օրն եք, երբ եք ազատելու գերիներին, ինքը գիտի, որ այդ հարցի պատասխանը
չի կարող լինի առաջիկա ուրբաթ, ամսի 10-ին, ամսի 10-ին իր գունը ժամը 11-ին։ Դա ես համարում շահարկում, քաղաքական դիվիդենդ հավաքելու նպատակով, ընդհանրապես այդքան բան։ Երբ որ ասում եք 19 թվին փաթեց, բան, այդ 19 թվին ինչ որ եղել է, մի քիչ մոդիֆիկացիան է, ինչ որ դրանից առաջ է եղել, դրա։ Լուծեիք, մեռանք ասելով, անեիք, այ մարդ մեզնից, չէ, մենք լավը չենք, մենք ապիկար ենք, մենք լավ չենք հասկանում, դուք խելացի եք, դուք սաղ գիտեք, 30 տարի իշխանության եք եղել, անեիք, չնայած դա կոնկրետ ձեզ չի վերաբերում, Տիկին Գրիգորյան, դուք իշխանության չեք, դուք 19 թվին ՔՊ ցուցակով ընտրված պատգամավոր էիք։ Ցուցակում էիք։ Ինչ վերաբերում է ժողովրդից գաղտնին։ Ինչ վերաբերում է ժողովրդից գաղտնին, ուրեմն մենք բնականաբար ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու։ Մենք հիմա էլ ժողովրդից գաղտնի չենք պահում։ Դա որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ, այդ որ ասում են համարյա ամեն ինչ ոչ թե թեմա կա որ չգիտի, այլ ձևակերպումներ կան որ բացված չեն, ուղղակի հրապարակված չեն։ Այս պայմանագրի մասին համարյա ամեն ինչ գիտեն մարդիկ։ Այն ինչ որ դուք ասում եք որ մի րոպե էլի Այն ինչ էլ որ կա, որ դուք ասում եք, որ այս կա, այն կա, ժողովուրդ, հեսա այս էլ է տալի, այն էլ տալի, չգիտեմ ինչ։ Էդ էլ հո ես եւ նախապ եւ միջև ես, հիմա էլ այսօր մի հատ էլ եք ասեցի, այս չկա, այս չկա, այս չկա, վստահ եմ դա ձեզ չի կանգնացնելու, այս սենյակից դուրս եք գալու, նորից ասեք, այդ կա, այդ կա, այդ կա, բայց ժողովուրդը գիտի, երբ որ հրապարակելու պահը կգա, կհրապարակենք սահմանված կարգով, մեզնից յուրաքանչյուրը կարա ստորագրի, ինչպես սահմանված է, մեզնից յուրաքանչյուրը կարա ստորագրի փաստաթղթեր, որոնք ստորագրելու համար լիազորված է արդեն իսկ, եթե անհրաժեշտություն կա այն դեպքերում, երբ որ հավելյալ լիազորման կարիք կա, մենք որևէ իրավական սահմանված ընթացակարգ չենք խախտի, հրապարակել օրը կհրապարակենք, ստորագրել օրը կստորագրենք այնքան ինչքան լիազորություն ունենք, եթե կառաջանա հանրաքվեի հարց կգանք հանրաքվեի, ինչ որ պահանջվում է կանենք, գոնե այդտեղ գոնե ՔՊ-ին մեղադրելու բան չունենք։ Մեկ էլ այտենց որ ասում եք Հիմա ո՞նց եք պատկերացնում, պարոն Միրզյան, ինչպես է զուգորդվելու պայմանագրի ստորագրումը եւ սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի մյուս պահանջը, այդ այտենց դուք մտածում եք, դուք էլ ասեցիք, Միրզյանն է չֆայմեց, հանգարց մի ամիջ ուրիշ բան ասեց եւ ընդունեց, որ սահմանադրության պահանջը պետք է ընդունենք, Տիկին Գրիգորյան, ես մեծ կարծիքի եմ ձեր մտավոր ընդունակությունների մասին, բայց խնդրեի գոնե դուք էլ չթերագնահատեք իմ մտավոր ընդունակություն, չէ, լավ բան եմ ասում, պարոն Խաչատրյան, թողեք այդ փշերը։ Անկեղծորեն արժանին եմ մատուցում, ասում եմ, բայց դուք էլ իմը մի թերագնահատեք, ուրեմն այդ սահմանադրության պահանջը մեր համար ընդունելի չի եղել, այդ սահմանադրության մասով մենք մեր դիրքորոշումը 1000 անգամ ասել ենք, մի 10 անգամ էլ այսօր ես նորից ասեցի, ավելացնելու բան չունեմ։ Արձագանք։ Ուրեմն, պարոն Միրզյան, դուք իսկապես չեք գիտակցում ձեր պաշտոնը, ձեր դիրքը, ուրեմն ես ձեզ հարց եմ հնչեցնում նրա մասին, որ դուք խաղաղություն բերող էիք, 19-ին բերեիք, ուրեմն պատերազմ, ավերածություններ, Արցախի ամբողջական կորուստ, հազարավոր զոհեր ու Ադրբեջանի բոլոր պահանջների իրականացումից հետո մի հատ թուղթ եք բերում ու ասում եք սա խաղաղություն է, Օրվելը վստահաբար ձեր սիրելի գրողը կլինի։ Մի բանում եք չեմպիոն այս ընթացքում։ Եվ այդ չեմպիոնությունը ոչ թե այն է, որ դուք Հայաստանի Հանրապետության շահերն եք ներկայացնում, այլ պարտությունը հաղթանակ ներկայացնելն է, կապիտուլյացիան հաղթանակի կամ խաղաղության թուղթ ներկայացնելն է։ Այդտեղ այսպես անսակարկելի կոմպլիմենտ եմ անում։ Չեմպիոն եք այդտեղ։ Հիմա 18 թվականին, 19 թվականին ես ասում եմ ձեզ կոնկրետ բան։ Ձեզ տրվել է փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը բովանդակային քննարկելու փոխարեն դուք գնացել եք Արցախում, Արցախը Հայաստան է եւ վերջ եք արել։ Տավուշյան իրականությունն ա տեղ ունեցել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեզնից նախորդ արտաքին գործերի նախարարի խոսքերը, ով ասում էր, որ Տավուշի այդ իրավիճակից հետո խաղաղ գործընթացով, բանակցություններով, խաղաղ կարգավորման էջը փակված էր։ Ես վստահ եմ դուք գիտակցում եք դա ինչ է նշանակում։ Հիմա բերել թուղթ բոլոր հնարավոր զիջումներով եւ դա վաճառել մեր ժողովրդի վրա որպես հաղթանակ, վաճառել որպես խաղաղություն,
իսկապես ճիշտ բան չի, իսկապես ամոթ է, որտեղ մեր ժողովուրդն իսկապես ուզում է խաղաղություն։ Իսկ այն ձեր դիտարկումները, բա մենք անկախություն չենք ուզում, մենք ինքնիշխանության կորուստ ենք ուզում եւ այլն եւ այլն։ Միան փորձեք գնալ, օրինակ Կապան քաղաքի, ես դրա մասին այնքան շատ եմ ասել։ Հույս ունենալով օրինակ ձեզնից չգիտեմ, քանիսը երբևէ եղել եք այնտեղ թե չէ։ Գնացեք ներքին հանդ։ Օկուպացված տարածքներ կան, մարդկանց գերեզմանոցներն են գտնվում թշնամու օկուպացիայի ներքո, ընդամենը 40 մարդ է մնացել այնտեղ ապրելու։ Դա է ձեր ինքնիշխանությունը։ Անկախության մասին չգիտեմ, այդ պատկերացումներ ունեք թե չունեք, բայց դա է այն անկախությունը, որ դուք բերել եք Հայաստանի Հանրապետությանը։ Եվ գերիների մասին էլ խոսելով, մենք բոլորի մասին ենք խոսում, հասկանում եք, օրինակ Ալյոշա Խոսրովյանը կապանցի։ Այդ ու նաև Նիկոլ Փաշինյանի հորդորովը գնացել ռազմաճակատեն, որ ասում էր կասկաբրոնի ժիլետ վերցրեք, գնացիք, մարդիկ գնացել են։ Հիմա ձեր պարտականությունը այո հետ բերել։ Ու հիմա տարական հարցը առաջանում չի, օրինակ գերիների հարցը, ինչու բանակցությունների փաթեթում ներառված չէ։ Մենք կարող ենք, չէ՞, հարցադրումը հնչեցնել։ Բացի նրանից, որ դուք պարտավոր եք բոլորին վերադարձնել, հիմա եթե չի ստացվել, ասում ենք, խի՞ ես թղթով չեք կարողանում գոնե դա կարգավորել։ Մեզ լսող մարդիկ պետք է իմանան, որ այս թղթով մեր տարածքները չեն դեօկուպացվելու։ Ադրբեջանցիները շարունակելու են գտնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր հայրենակիցները շարունակելու են գտնվել Բաքվի բանտերում։ Եվրոդիտորդները փաստորեն արդեն իրանք են դուրս գալու, չնայած այստեղ մի հատ դիտարկում անեմ։ Երրորդ ուժի ներկայացուցիչների պահանջը դուք արդեն կատարել եք, երբ ռուսական զորքերը այնտեղից դուրս էին եկել։ Իսկ եվրոդիտորդները, հասկանում եք, ռազմական ներկայացություն չի այնտեղ։ Մենք բոլորս գիտենք, չէ, եվրոդիտորդներն օրինակ որտեղ են նստում, կոնկրետ Կապանի իրանց տեղակայման վայրը ինձ լավ հայտնի է, ինչ որ հյուրանոցներից մեկում է։ Իրենք սահմանին տեղակայված չեն, ոնց է իրանց սահմանից հանում։ Ես այդ բանը լավ չեմ հասկանում։ Չէ, բա հենց այդ է հարցը, եվրոդիտորդների ներկայությունը, բա ոնց է քննարկման առարկա դարձնում, եթե այլ երկրի ներկայացուցիչների սահմանից հետ քաշում իրականացրել էիք արդեն ռուսներին հետ էիք քաշել։ Հիմա եվրոդիտորդները սահմանի տեղակայված չէ, զիջումը ինչ տրամաբանության եք ներառել։ Չէ, զիջումը հենց այնա, որ փաստորեն Ադրբեջանը կարա ցանկանա վաղը, եթե Ադրբեջանը վաղը ցանկանա, որ պայմանական ՄԱԿ-ի գրասենյակը այստեղ չլինի կամ ինչ որ մեկ այլ բան չլինի, իրա փաստորեն դուք դա եք իրականացնելու։ Ու խնդրում եմ, էլի այդ ինքնիշխանություն, սուվերենություն, այդ բառերը գոնե մի քիչ համեստ եղեք, այդքան հաճախ այլ այդ բառերը չեք ընդհանրապես օգտագործում, դա ինչ կարևոր բառեր են, որ համեցեք պարոն Միրզոյան։ Մի բան եմ ուզում ասեմ, իրականում մտածում մի քիչ պարտավորվածություն եմ զգում շատ բաներ ասել, որտեղ падգամավորը այնուամենայնիվ երկար խոսած, բայց ոնց մտածում եմ, այն ինչ որ վերաբերելի բաները ես արդեն ասել եմ, մի բանի եմ ուզում անդրադառնալ անկեղծ ասած Տիկին Գրիգորյան, որ ասում եք ժողովուրդը ուզում է խաղաղություն, այստեղ ձերից պետք է համաձայնվեմ։ Այստեղ ես համոզված եմ, ժողովուրդը ուզում է խաղաղություն եւ սա ձեր քաղաքական երազանքների Հայաստանի Հանրապետության լուծարման խաբեության այդ բանը պատրանքն ալինելու եւ փլուզումը չի ստացվել не получается. Աշխատանքային լեզուն անգլերենն է, եթե ինչ։ Then type that you cannot do it. You cannot deliver. Չէ, մի քիչ ուրիշ ձև։ Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պաշտպանված, վերականգնված սահմանազատման միջոցով այն շրջաններում, որտեղ հիմա այդ ամբողջականությունը խաթարված է, եւ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստանալու ապրել, արարել խաղաղ միջավայրում, անկախ ինքնիշխան Հայաստանում։ Ձեր առաքելությունը, ձեր երազանքը չի կատարվելու, Տիկին Գրիգորյան։